Շարունակում ենք խաղալ մաֆիայի 4-րդ մասը, ինչ եղավ հանքում, եղան ցնցումներ, եղավ գազի արտահոսք, ինչի արդյունքում մեր ընկերը մահացավ, մեր հերոսը Էնձոն եւ նրա ընկերոջը ուղարկեցին այդ հանք, որպեսզի պարզեն թե ինչ է կատարվում, այսինքն այնտեղ մարդիկ էին մնացել, նրանք մահացել էին եւ արդյունքում տեղի ունեցավ նաեւ այս իրադարձությունը, ինչի արդյունքում Էնձոյի ընկերը մահացավ։ Այն որ գազի արտահոսքը նույնիսկ հանքից դուրս է գալիս եւ որոշները թույնավորվել են, հնարավոր է նաեւ մահացողները աշխատեն։ Здесь надо расчистить! Надо открыть штраки. Эй! Ты! Это все ты! Ты нас подставил! Это шахта, тут бывает все! Так, главное, чтобы работали. Фиги Бутана! Придержи язык Карусу, если он тебе дорог. Раз ты хочешь так... Гаэтана погиб из-за Հիշեցնեմ, тебя! սա որ 1900-ական թվականներ են, Սիցիլիան է, ես գույները փոխեցի, որպեսզի արունը այդքան շատ չերևա, քանի որ կարող է YouTube-ը ինձ բլոկ ավի դրա համար։ Այստեղ պետք է համապատասխան գործողությունները անենք, սեղմենք պրաբելի վրա, որպեսզի խուսափի հարվածից։ Видишь, сопляк, ты до таких дел еще не дорос. Сука Минки, ты за все заплатишь. Тебе хана, малец. Նա արդեն ոնց որ երկուսի կյանքերն էլ տվեց եւ Մերլոյինը եւ Էնձոյինը։ Նաեւ մի հաստ ասեմ, որ այս ժամանակահատվածում դանակով, այսպես սկրիվ անել է, եղել է ինչ-որ պատի խորհրդանիշ, թե ինչ խաղում անընդհատ շատ է այս տեսարանները, որ մարդ անդհատ դանակով ինչ-որ մենամարտում են իրար հետ։ Նույնիսկ ունենում են հնարավորություն սպանելու, ասենք, ատրճանակով կարճ, բայց դիմացինը երբ հանում է դանակ, չգիտես ոնց նրանք իրենց ատրճանակը ցած են ներդում և սկսում են միմյանց հետ մարտը վարել դանակով, ինչը համարվում է, այսպես ասած, տղամարդկային քայլ, տղամարդուն վայել ինչ-որ խորհրդանիշ, հին այսպիսի կարգերի հետ է կապված։ Եվ մենք նստում ենք մեր ձին ու այս տարածքից դուրս ենք գալիս և արդեն մեր հերոսի համար, Էնձոյի համար կսկսվի այսպես կոչված նոր փուլ, որը արդեն կտեսնեք։ Դե այստեղ մաֆիա ինչ-որ սաունդրեքն է գնում, այս հատվածը կրճատեմ, որ այդքան հետաքրքիր է։ Դե ինչ ես մեր գլխավոր հերոսը Էնձոն եկավ այս տան մեջ։ Բայց Մերլոն իր մարդկանց հետ կարողանում է գտնել Էնձոյին, բայց նաև մի քիչ զարգացումներից առաջ ընկնեմ, ասեմ, որ արդեն Էնձոն գտնվում է Տորիզի գլխավորած մաֆիայի այսպես ասած տարածքում, ինչը արդեն զարգացումներից դուք կհասկանաք։ Կարծես թե Մերլոն գտնում է մեր հերոսին։ Найти! Заперто! Тут есть другая дверь. Я загляну туда. Ты встань сзади, чтобы он не улизнул через черный ход. Хватит прятаться, Карусу!
այստեղ V տառը սխմելով կարողանում եք տեսնել ձեր թշնամիներին, եթե դուք Мерло порежет тебя եք на տեսնում, ленточки. ըստ իմ մոտ ուղղակի ինչ որ ընդհատում եղավ ձայնագրության, մի քիչ դե կրճատել եմ, բայց էապես ինչ որ այստեղ հիմա անելու բան էլ չկա, պետք է ոնց որ բոլորին ինչքան հնարավոր է լիկվիդացնենք, գնում եք մոտիկ, սեղմում եք ետառը, մոտենալուց արդեն սեղմում եք ետառը եւ նա սկսում է խեղդել ու անդադ վրա ետառն եք սեղմում ու սենց խեղդում է թշնամուն հակառակորդին նու երևի թե այժմ էսա տեսել որ պետք գալու հիմնականում դանակով էլ կարաք ինչ-որ գործողություններ անեք դեպ որ սաղին լիկվիդացնում են, գալիս ենք այս հատվածը ու արդեն կտեսնեք զարգացումները Отбегался. Ты еще будешь жалеть, что не сдох под завалом. Այս էլ արդեն այս տորիզի մաֆիան է ու մետ էլ հիմնական զարգացումները արդեն կընթանան ով նույնպես դաժան մարդ է Что ты здесь делаешь, Дамьян? դե պարզ է որ մաֆիան բարի մարդիկ չեն կարող լինել Отвечай мне. Дон Таризи, этот Карус... Դոն Տարիզին այստեղ փրկում է Էնձոյի կյանքը, որտեղ եթե չայտնվեր Դոն Տարիզին, ապա Մերլոն կսպաներ Էնձոյին Я жду ответа. Карусу нам должен. Мы искали его. В темноте не заметили границу. Не сочтите за неуважение. Заберем его, и делу конец. Парень с вами не пойдет. Пока не заплатил, этот Карусу наш. Խաղում հակամարտությունը հիմնականում գնում է այս երկու խմբավորման միջև Դոն Տարիզի և Դոն Սպատարոյի միջև Մերլոն կարծես թե այս ձեռն է Դոն Սպատարոյի Здесь все мое, а не ваше. Դոն Տարիզին այս ձև կարծես թե ուզում է պատժել Դոն Սպատարոյին Своему боссу скажи, он под моей опекой. И если опять нарушите договор, заплатите сполна. Ясно? Теперь уходите. Դոն Տարիզին այս ձև խիստ նկատողություն տվեց Մերլոյին, ասելով, որ իմ տարածք մտնել է ձեր վրա այդքան էլ էժան չի արժենա Եվ այսպես ասած վռնդեց իր տարածքից Рискнуть войной со Спадара из-за него? Больше риск позволить нашим врагам перейти черту безнаказанно. Работать можешь? Да. Веди его к нам, Лука. Դե մի խոսքով այսպես Էնձոյի բախտը բերում է այնքանով, որ Դոն Տարիզին և Դոն Սպատարոն միմյանց հետ թշնամի են և Դոն Տարիզին չթողեց, որ Էնձոյին սպանեն, միայն նրա համար, որպեսզի ցավացնի Դոն Սպատարոյին, այսինքն Դոն Սպատարոյի տեղը ցույց տվեց էլի, այսպես ասած։ Это ты его так? Дон Таризи не любит нарушителей границ. Тебе повезло. Еще больше он не любит клан Спадаро. Как тебя звать? Энцо. Ладно, Энцо. Пойдем. Դե ինչ, այսօր այսքանով ավարտենք, հետևեք մեզ, խաղը գնալով ավելի է հետաքրքրանալու։